Երբևէ պետական պաշտոն չզբաղեցրած եւ քաղաքականության մեջ փորձ չունեցող Կոստանտին Սոկոլովը կղեկավարի ամերիկյան Trip Plus առևտրային հիմնադրամը։ Ազգությամբ հրեա Սոկոլովը ծնվել է 1975 թվականին Սանկտ Պետերբուրգում։ Սոկոլովի անձնական կայքը նշում է, Խորհրդային Միության փլուզումից հետո 21 տարեկանում նա Ռուսաստանից տեղափոխվել է Միացյալ Նահանգներ։ Բազմաթիվ ներդրումներ է կատարել նահանգներում եւ վերափոխել կարևոր ենթակառուցվածքներ, ինչպիսիք են հեռահաղորդակցության, էներգետիկայի եւ ֆինանսական ծառայությունների ոլորտները։ Նրան է պատկանում Չիկագոյում գործող IGS Investments ընկերությունը, Ցյուրիխում գործող Gotthard Investments AG-ին։ Սոկոլովը պաշտոն է զբաղեցնում նաև Northern Pillar Energy կոնսորցիումում։ Նա Մյունխենի անվտանգության համաժողովի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ ամերիկացի բարեկամների խորհրդի անդամ է։ Հայտնի է նաև, որ մոտ $100 միլիոն օժանդակություններ ու ներդրումներ է արել Միացյալ Նահանգների նախագահի տարբեր ձեռնարկներում։ Սոկոլովը մեկն է այն 37 նվիրատուներից, որ ֆինանսական միջոցներ է հատկացրել Թրամփի Սպիտակ տան պարահանդեսային շքեղ դահլիճի նորոգման համար։ Այս նախագիծը գնահատվում էր $350 միլիոն։ Սոկոլովը իր ներդրումներով հայտնի է նաև Հայաստանում։ Երկրի խոշորագույն բջջային օպերատորներից մեկի Viva-ի վերահսկիչ բաժնետերն է։ Այն ձեռք է բերել Ռուսաստանի MTS հեռահաղորդակցության հոլդինգից 2024 թվականին։ Գլխավորում է ընկերության ներդրումները 5G եւ արդիականացված անպահին ծառայությունների ոլորտը եւ մատակարարումը։ Ըստ որոշ հետաքննական տվյալների հնարավոր է, որ նա իրական սեփականատերը չլինի։ Բացի այդ, նա վերջերս նաև բաժնետոմսեր է ձեռք բերել մեկ այլ ընկերությունում՝ Ռոստելեկոմ Արմենիայում։ Վերջերս ոչ պաշտոնական տվյալներով հայտնի է դարձել, որ Սոկոլովը ձեռք է բերել թեղուտի պղնձամոլիբդենային հանքի 49.9% բաժնեմասը։ Trip Plus առևտրային հիմնադրամը, որը նախագահելու է Սոկոլովը, ըստ պետդեպի կառավարելու է $201 միլիոն բյուջե եւ լիազորված է տրամադրել վարկեր, դրամաշնորհներ, ներդրումներ անել Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում եւ Կենտրոնական Ասիայում, մասնավոր հատվածի ռազմավարական զարգացման համար։ Կոստանտին Սոկոլովը հազվադեպ է մեծ հեռուստատեսային հարցազրույցների մասնակցում։ Խոսում է հիմնականում պրոֆիլային մեդիայում եւ փակ կոնֆերանսներում։ Հայաստանի մասին խոսելիս նա ասել է, որ Հայաստանը կարող է դառնալ Կովկասի Իսրայելը։ Արհեստական բանականությունը թույլ է տալիս մեկ մարդով կառավարել 100 դրոն։ Սա հավասարություն է, վստահեցրել է հայտնի ներդրողը։ Այսպիսի գաղափարների համար նրան շատ հաճախ անվանել են Պենտագոնի ագենտ, պաշտպանության Էլոն Մասկ եւ փոքր երկրների լոբիստ։ Որպես պատասխան բոլոր պիտակներին նա իր X-ի էջում գրել է. Ես ռիսկի ագենտ եմ։ Ես վերցնում եմ այն ռիսկը, որը պետությունը չի կարող վերցնել։ Երբ քեզ ագենտ են անվանում, նշանակում է դու խանգարում ես ինչ-որ մեկի միլիարդին։ Երբ քեզ հանճար են անվանում, նշանակում է դու օգնում ես ինչ-որ մեկի միլիարդին։ Երկուսն էլ ճիշտ են։ Ես բիզնես եմ անում։